Ողջույն ձեզ իմ սիրելի հետևորդներ, երկար ժամանակ ինչ մենք չենք հանդիպել, իսկ այսօր որոշել եմ ներկայանալ այսպիսի տեսանյութով, պատրաստելու եմ բիժուտերիա, ես ինքս եմ պատրաստում իմ մտահղացումներով և որոշեցի այսօրվա աշխատանքը ներկայացնել ձեր դատին, տեսնում եք իմ ձեռքին մատին դրված է մատանի, իմ ձեռքերով իսկ պատրաստված, իսկ թե ինչպես եմ այն պատրաստել, հիմա ձեզ ցույց կտամ։ Ահա ես ունեմ սև և սպիտակ ուլունքներ, սևը 4 մմ-անոց է, իսկ սպիտակը 3, վերցնում եմ նաև ձկանթել 4 մմ հաստությամբ և կտրում եմ մոտավորապես 20 կամ 25 սմ երկարությամբ։ Այնուհետև վերցնում եմ սպիտակ ուլունքները 7 հատ և անցկացնում եմ թելի վրա։ Եվ ահա 7 հատ ուլունք արդեն ունեմ թելի վրա անցկացրած, իսկ մյուս քայլը լինելու է, որ ցանկացած թելի կողմով կամ աջ կամ ձախ թելով անցնելու ենք բոլոր ուլունքների միջով և մի քանի անգամ պտտվելու ենք այդպես։ Ցանկալի է, որպեսզի ուլունքների անցքը մի քիչ հաստ լինի, մեծ լինի, որովհետև թելերը մի քանի անգամ անցնելու են այդ ուլունքների միջով, 2, 3, 4, նույնիսկ 5 անգամ անցնելու են, ահա, և այսպես հատիկ-հատիկ անցնելու ենք, մի 2 պտույտ եմ տալու այդպես։ Եվ թելերից մի կողմը թողնում ենք կարճ, մյուս կողմը երկար մասով կատարելու ենք մնացած գործողությունները, համենայն դեպս ինձ այդպես ավելի հարմար է։ Եվ հիմա երկար թելի վրա անցկացնելու եմ 7 հատ սև ուլունք։ Մի փոքր դանդաղ գործողություն է կատարվելու, դժվար է մի փոքր, բայց երբ որ աշխատանքը սիրով ես կատարում, ուրեմն հաղթահարելի է ամեն դժվարություն։ Եվ ահա տեսնում եք, թելի վրա արդեն անցկացրել եմ 7 հատ ուլունքը և թելով դուրս եմ գալու սպիտակ ուլունքներով, անցքով պետք է դուրս գամ, որպեսզի ստանամ ահա այսպիսի տեսք։ Իսկ մյուս քայլը թելի վրա անցկացնելու եմ 5 հատ սև ուլունք, քանի որ 2 ուլունքները նախորդից արդեն ունեմ և այդպես շարունակ սիրելիներ։ Թելի վրա արդեն անցկացրել եմ 5 հատ սև ուլունքը և հիմա նախորդ շարքի նախավերջի 2 ուլունքների միջով պետք է անցկացնեմ սև ուլունքների միջով պետք է թելը անցկացնեմ դուրս գամ և ինչպես նաև սպիտակ ուլունքի միջով պետք է դուրս գամ սիրելիներ։ Հուսամ, որ կարողանում եմ հասկանալի կերպով ցուցադրել և բացատրել։ Եվ ահա արդեն պատրաստ է ծաղիկի 2 տերևները, սիրելիներ։ Հիմա պատրաստում ենք երրորդ տերևը։ Երրորդ տերևը պատրաստում ենք նույն կերպ։ Թելի վրա անցկացնում եմ 5 հատ սև ուլունք և
անցկացնելուց հետո վերադառնում ենք նախորդ տերևի երկու նախավերջի ուլունքներից միջով դուրս ենք գալիս, ինչպես նաև մեկ սպիտակ ուլունքի միջով ենք դուրս գալիս եւ այդպես շարունակ։ Այսպիսի ծաղիկ պատրաստելու համար ինձանից պահանջվում է 20-ից 30 րոպե, սիրելիներ։ Տեսանյութը արագացված է, ուստի եւ չկարծեք, որ այն այդքան հեշտ պատրաստվող է։ Բավականին ժամանակ է պահանջվում եւ պետք է լինել համբերատար, նման աշխատանք կատարելիս պետք է ունենալ մեծ համբերություն։ Քանի որ միայն մատանի չէ, որ պատրաստում եմ, տեսանյութի սկզբում դուք տեսաք, որ ես բավականին շատ ունեի արդեն պատրաստած եւ այդ ամեն ինչը, այդ բոլոր ծաղիկները հետագայում լինելու են թևնոց, ականջողեր, մատանի, կախազարդ եւ այլ։ Վերջում տեսանյութի վերջում դուք կտեսնեք, թե ինչ արդյունք ստացվեց։ Եվ ահա երրորդ տերևն էլ է պատրաստ։ Հիմա պատրաստենք նաև չորրորդ տերևը։ Չորրորդ տերևը պատրաստվում է նույն կերպ։ Թելի վրա անցկացնում եմ 5 հատ սև ուլունք եւ վերադառնում եմ նախորդ տերևի երկու նախավերջի ուլունքների միջով թելը անցկացնում եմ, ինչպես նաև մեկ սպիտակ ուլունքի միջով եմ թելը անցկացնում եւ այդպես շարունակ։ Եվ արդեն վերջին տերևը, ահա տեսեք ինչ կերպ եմ պատրաստում։ Երբ անցնում ենք արդեն սպիտակ ուլունքի միջով, վերադառնում ենք ամենաառաջի տերևի, երկու սև ուլունքների միջով դուրս ենք գալիս եւ որպեսզի ստանանք 7 հատ ուլունք, այսինքն ունենք 2 ուլունք այս տերևից, 2 ուլունք այն տերևից։ Մեզ մնում է, որպեսզի ստանանք 7 ուլունք եւ թելի վրա անցկացնում ենք 3 կամ լավագույն դեպքում 4 ուլունք, որպեսզի շատ չձգենք եւ շատ ձիգ չստացվի։ Դուք արդեն նայեք, տեսեք, թե ինչպես եք դուք հավանում։
Եթե ուզում եք ինքը այսպիսի բացված լինի ծաղիկը, ուրեմն ցանկալի ամենավերջի տերևի համար 3-ի փոխարեն ավելացնել 4 հատ սև ուլունք, որ ստացվում է 8 հատ, բայց տարբերությունը այդքան էլ չի զգացվում։ Իսկ դրանից հետո արդեն թելը մի քանի պտույտ ենք տալիս, բոլոր ուլունքների միջով դուրս ենք գալիս, վերադառնում ենք մեր սկզբին, լավ կապենք, ամուր կապում ենք կարճ ու երկար թելերը, ամուր կապում ենք, կտրելու եմ վերջում և կրակայրիչով ծայրերը շատ զգուշորեն այրելու եմ, որպեսզի քանդվելու ոչ մի տարբերակ չունենա։ Եվ ահա այսպիսի աշխատանք գեղեցիկ, թևնոց, մատանի, ինչպես նաև ականջողեր, կախազարդ, բազմատեսակ, կարելի է մտահաղացումներով գեղեցիկ ձեռքի աշխատանքներ պատրաստել, սիրելիներ, կստանաք օրիգինալ և էլեգանտ զարդեր։ Դե ինչ իմ սիրելի հետևորդներ, հուսով եմ հավանեցիք իմ այսօրվա տեսանյութը։ Ես իմ կատարած աշխատանքի արդյունքը գնահատում եմ շատ բարձր, ինչպես նաև իմ կատարած աշխատանքը հանձնում եմ ձեր դատին։ Հուսամ հավանեցիք, ինձ հաճելի կլինի կարդալ ձեր գրած մեկնաբանությունները և սիրով կպատասխանեմ իմ շատ սիրելի հետևորդներ։ Դե ինչ, այսօրվա համար էլ այսքան է։ Մինչ նոր հանդիպում իմ ալիքում, բոլորիդ մաղթում եմ բարի և խաղաղ օր։